Հին աշխարհի հազարագույն երկրներից մեկը Վանի թագավորությունը իր եզրափակիչ փուլում հիմնած ամենախոշորագույն կենտրոնը քաղաքը դա Թեշեբա աստծուն նվիրված քաղաքն էր, որը անվանում է Թեշեբայինի կամ Կարմիր բլուր։ Այստեղ հսկայական աշխատանքներ է կատարել հայտնի գիտնական Բորիս Պետրովսկին, Էրմիտաժի նախկին տնօրենը, եւ նրա շնորհիվ Կարմիր բլուրը համաշխարհային հռչակ ձեռք բերեց։ Եվ իրոք այսօր ամենից հայտնի Վանի թագավորության հուշարձաններից մեկը Թեշեբայինին է։ Սակայն երկարատև պեղումների արդյունքում այդպես էլ չէր հայտնաբերվել դամբարանադաշտը։ Այսինքն մենք հիանալի գիտեինք ամրոցի պատմությունը, նրա մշակույթը, ռազմական պաշտպանվածության իրավիճակը, բայց չգիտեինք, թե բնակիչների թաղման ծեսը, աշխարհընկալումները, հանդերձյալ կյանքի մասին պատկերացումները եւ վերջապես ովքեր են ապրել այստեղ։ Արդյոք սա Վանի կենտրոնական շրջաններից եկած բնակչություն էր, թե տեղաբնիկներն էին։ Այս ամենի խնդիրը կարող էր լուծել միայն դամբարանադաշտը։ 3 ամիս պեղումներ կատարեցինք այս տարածքում։ Շուրջ 750 մետր երկարությամբ ճանապարհը, որ անցնում է Կարմիր բլուրի արգելոցի տարածքով, բացահայտեց, որ խոշոր կամ մեծ տունը, որը պետական կառույց է, բազմասեկցիոն, բազմասենյականոց մի կառույց է, դեռևս գաղտնիքներ ուներ եւ նրանքից բացվեց ցալահատակով ծածկված մի սենյակ, որը մեր կարծիքով եղել է ախորը, ձեանոցը եւ դա շատ տրամաբանական է, քանի որ պետական կառույցը պետք է ունենար իր հաղորդակցման միջոցը։ Մյուս կարևոր բանը նա էր, որ այդ կառույցից այն կողմ փաստորեն այլևս մշակութային շերտեր չկային եւ ճանապարհը կարելի էր կառուցել։ Կարևոր հայտնագործությունը կատարվեց Կարմիր բլուրի հարավային մասում, քաղաքը շրջապատող պարսպից դուրս բացվեց մեռյալների քաղաքը։ Դամբարանները ձևավորված են գետաքարերից կառուցված կրոմլեխներով, որոնց կենտրոնում հիմնահողային դամբանափոսն է։ Դամբարաններում կարևոր գոտերից մեկը դրանք կուրքերն են, որոնք տուֆի սալեր են աչքերի փոսիկներով, կարծես նրանք հսկում են այստեղ թաղվածների հանգստությունը։ Եվ դրանք բոլորը գտնվում են դամբարանների հարևանությամբ, այսինքն հպված են կրոմլեխներին, իր տեսակետից մենք այդպիսի կուրքեր հայտնաբերում ենք առաջի անգամ։ Թաղումները գերխիտ դասավորվածություն ունեն։ Ամեն մեկի տրամագիծը մոտավորապես 3-ից 4 մետր է, իսկ բոլոր դամբարանները գրեթե հպված են մեկը մյուսին։ Այսինքն միայն ճանապարհի տակ ընկած հատվածներով ըստ նախնական վարկածի այստեղ բացահայտվելու է շուրջ 500 դամբարան։ 500 դամբարան պեղելուց հետո մենք ունենանք վիթխարի ինֆորմացիա, նոր տեղեկատվություն, որով կվերաիմաստավորվի մեր պատկերացումները Հայաստանում ձևավորված հնագույն կայսրության մասին։ Պեղումներից հետաքրքիր է բրոնզե գոտին, ավելի շուտ ուսագոտի է, որով ծածկված է եղել այստեղ թաղված երիտասարդ անձնավորությունը եւ նրա վերականգնման աշխատանքները շատ բարդ եւ դժվարին այժմ կատարվում են։ Վերականգնելուց հետո մենք կունենանք, թե ինչ ամբողջական պատկեր եղել գոտու վրա։ Նույն գոտու հետ հայտնաբերվեց նաեւ երկաթե նիզակ, կարևորագույն նշանակություն ունի տարազի մասին պատկերացումները։ Փաստորեն համար 1 դամբարանում, արդեն մյուս դամբարանն է դա, այնտեղ ուրեմն թաղված էր մի խիստ բարձրահասակ, երկար մատներով կին, որը իր ոտքերին ամենայն հավանականությամբ կիսաերկարաճիտ կոշիկներ է կրել, որը զարդարված է եղել բրոնզե ճարմանդով։ Այսինքն մենք դրանով պատկերացում ենք կազմում նաև տարազի մասին, Վանի թագավորության ժամանակաշրջանի տարազի մասին։ Ես կարևոր հատկանիշը նա է, որ ամեն դամբարանում 2 կմախք բացվեց, ընդ որում կենտրոնական կմախքն էր եւ գուցե նրա համար զոհաբերված ինքնակամ կամ բռնի դա մենք հիմա չենք կարող ասել, նրա ծառան է եղել կամ նրա դայակը, 2 դեպքում էլ հստակ երևում է
հիմնական թաղում եւ դիամասնատված զոհաբերված թաղում։ Արդյոք դրանք ընտանիքի նույն անդամներին են պատկանել, թե լրիվ տարբեր էթնիկ խմբերի։ Դրա համար արվում է ԴՆԹ Կոպենհագենում։ Մենք արդեն ուղարկել ենք 2 փորձանմուշ, որը կպարզի թաղվածների միջև եղած կապը եւ բացի այդ հնարավորություն կտա մեզ պարզելու կապ կա այսօրվա բնակիչների եւ այն ժամանակվա երևանցիների միջև 2 հեկտարից ավելի այժմ տրված է ժամանակակից գերեզմանոցին եւ բլարկավորությունների ժամանակ դրանք ցավոք ավերվում են։ Բարեբախտաբար գոնե այս հատվածը պահպանվել է եւ սա լուրջ եւ հետաքրքիր հեռանկարներ է խոստանում հուշարձանի երկրորդ վերածննդի համար։